Սիրելիս, այսօր դեպ առավոտյան ժամը 9-ից մենք խոսում ենք ռադիոյի մասին, ռադիոյի գյուտի մասին, իհարկե, որովհետև տոնը հոբելյանական է։ Մենք նշում ենք միասին մեր հայկական ռադիոյի 100-ամյակը ու հենց այս առիթով ունենք հրաշալի հնարավորություն զրուցելու շատ կարևոր մարդկանց հետ, ովքեր մեր տաղավարում են։ Տաղավարում է հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանը, բարի լույս, պարոն Քոլոյան, եւ Էդգար Ամիրխանյանը, հայկական ռադիոյի 100-ամյակի նվիրված միջոցառումների PR պատասխանատուն, բարի լույս։ Բարի լույս, գործընկեր։ Շատ ուրախ ենք, որ ձեզ հետ ենք սկսելու օրը եւ առիթից օգտվելով եւս մեկ անգամ մինչեւ ձեզ արդեն շնորհավորել ենք, բայց հիմա արդեն Շնորհավորում ենք։ հրաշալի հնարավորություն ենք, շնորհավոր ենք եւս մեկ անգամ։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք, մենք ես այստեղ եկել եմ պայմանական ծնողի իրավունքով, ես շատ եմ սիրում հեռուստատեսությունը, բայց չմոռանանք, որ հեռուստատեսությունը ինչ որ առումով ռադիոյի զավակն է եւ ծնվել է հենց ռադիոյի շենքում, այնպես որ մենք ուշ-ուշով հետևում ենք մեր տաղանդավոր զավակի փայլուն աշխատանքին, մենք ձեզ շատ ենք սիրում, բայց մենք նաեւ որպես ձեր պայմանական ծնող մենք չենք ուզում կանգ առնել ժամանակի մեջ, մենք էլ ենք զարգանում, մենք էլ ենք գնում դեպի վիզուալացում, այնպես որ մենք թոշակի չենք անցնում, թեկուզ մեր 100-ամյակն է, բայց մենք շատ երիտասարդ ենք։ Սա դեռ ամեն ինչի սկիզբն է։ Այո։ Սա առաջի 100-ամյակն էր։ Դեռ քանի 100-ամյակներ, ռադիոն կարծում եմ, որ ինչքան է տեխնոլոգիաները զարգանան, ինչքան է ժամանակակից աշխարհը իր ճաշակն ու իր պայմանները թելադրի, միևնույն է ռադիոն այնպեսի մի գյուտ ու այնպեսի մի իրականություն, որը յուրաքանչյուրս յուրովի ենք մոտենում ու դա դեռ երկար տարիներ այսպես իր կյանքը կունենա։ Ժամանակ եւ տարիք առնվազն չի ճանաչում։ Միանշանակ։ Ես սպասասրահում դիտում էի այն հոլովակը հենց մի քանի րոպե առաջ, որտեղ շատ անցորդներ չէին կարողանում պատասխանել այն հարցին, թե ով է հաղորդավար, ինչ։ Դա շատ հասկանալի է։ Գիտեք, որովհետև ռադիոյի արվեստը հիմնվում է մարդու ձայնի վրա։ Եվ հենց այսպիսի մի խոսք կա, որ ռադիոն հրաշալի բան է, որովհետև նաև չունի տեսապատկեր։ Այդ շատ այնց խորիմաստ հայտարարություն է։ Թեպետ մենք հիմա գնում ենք դեպի վիզուալացում։ Մարդիկ լսում են ձայնը եւ պատկերացնում են միանգամայն ուրիշ ինչ-որ մի հերոս։ Նրանց մտքում ծնվում է մի ուրիշ տեսարան։ Դրանով հենց ռադիոյի հարստությունն է նա քեզ տալիս է հնարավորություն այդ փոխ լրացված իրականությունը դու ինքդ ստեղծես քո մեջ։ Դրա համար ես շատ եմ սիրում ռադիոն։ Իսկ ինչպես է հաջողվում համատեղել դասական ռադիոյի ջերմությունն ու նորագույն տեխնոլոգիաներն ու վիզուալները եւ այն ամենն ինչ հիմա տեղի է ունենում։ Դա ամենաբարդ հարցն է, որը այժմ ծառացել է բոլոր աշխարհի բոլոր ռադիոների առաջ, որովհետեւ մենք չենք կարող անտեսել պրոգրեսը, եթե մենք այն մերժենք, ապա պրոգրեսը մեզ կմերժի։ Հիմա բոլոր մեդիաները, ես միշտ այդ օրինակն եմ ասում, բոլոր մեդիաները հիմա տեղափոխվում են փոքրիկ սարքեր, թաբլետներ, խելացի հեռախոսներ, կոմպյուտերներ եւ այնտեղ է ծնվում այդ նոր մեդիան եւ իմիջիալոց ծելեն էլ այնտեղ գնում դա հնարավոր չէ կասեցնել այդ ընթացքը որը բխում է հենց տեխնոլոգիաների զարգացումից այնպես որ մենք բոլորս պետք է դա հաշվի առնենք եւ մեր աշխատանքում էլ փորձում ենք, սակայն եթե դուք դեմ չեք մենք վերադառնանք մեր այսօրվա օրակարգին, ուրեմն Էդգարը իմ հրաշալի գործընկերն է, նա մեր մենեջերն է այս 100-ամյակի ծրագրի, նա էլ կներկայացնի մեր նորամուծություններ, այստեղ մենք ձեզ նվեր ենք բերել, այստեղ տեսնում եք մեր նոր լոգոն է, լոգոյի մասին եւ 16 միջոցառումների մասին համառոտ կպատմի Էդգար Ամիրխանյանը։ Ինչ է սպասվում մեզ 100-ամյակի կապակցությամբ։ 100-ամյակը շատ բազմաժան է լինելու եւ նաեւ ապակենտրոնացված։ Կառավարական հանձնաժողովը քննել է հանրային ռադիոյի ու ընդհանրապես մեր շահառուների, ռադիո լսողների, աշխատակիցների բոլոր առաջարկները։ Մենք դրանք իմի էինք բերել, ստանալով մի ամբողջական ցանկ, այնուհետև այդ հանձնաժողովի հետ բնականաբար երկար քննարկումներ են եղել եւ դրանցից ընտրվել են 16 մասշտաբայինները։
դրանք չեն սահմանափակվելու նաև մայրաքաղաք Երևանով, այլ ռադիոն գնալու է նաև մարզեր, որովհետև մենք համապետական ռադիո կարող են լսել ամենահեռավոր մարզում նաև եւ մեր ռադիոյի կազմում գործող 4 կոլեկտիվները, այդ թվում նաև երիտասարդական շատ հայտնի երաժշտախմբեր, որոնք ձայնագրվում են մեր ձայնագրման ստուդիայում, բազմաթիվ համերգներ կունենան, մոտ 8 համերգ, օրինակ Բերթում, Մեղրիում, Վարդենիսում, Սպիտակում, այսինքն մենք կգնանք նաև դեպի մարզեր։ Երևանը կխոսի ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլ նաև մեր մարզերում։ Բնականաբար պաշտոնական մեկնարկը կտրվի մայիսի 22-ին արդեն ռադիոտան Բաքում մեծ միջոցառում կառավարական բոլոր հյուրերին դուք էլ հրավիրված կլինեք եւ այնուհետեւ կգնանք դեպի մինչ դեկտեմբեր բազմաթիվ այլ միջոցառումներ նախատեսված է օրինակ ինտերակտիվ շատ հետաքրքիր տաղավարի տեղադրում քաղաքի բանուկ փողոցներից Այդ դրա մասին նույնպես խոսենք, որտեղ երեք երբ որ ծանոթանում էի մի շարք այդ ծրագրերին, այդ հատվածը շատ գրավեց։ Մեր հաջորդ գործընկերները դրա պատասխանատուն են, երիտասարդական ալիքը, նրանցն է այդ գաղափարը եղել, կլինի փոքրիկ մինի տաղավար ռադիոյի, որտեղ անցորդները, զբոսաշրջիկները եւ քաղաքացիները կարող են նստել, ձայնագրվել, վայելել, եթեր մտնել, տեսագրվել ու դուրս գալ։ Շարժական տաղավար է։ Մենք ավելի մանրամասն հասկացանք, մեր շիրերի հետ ավելի էսպես քչփորենք հասկանալու համար թե դա ինչ է։ Ավելացնեմ, եթե թույլ կտաք, նաև աշնանը մենք կկազմակերպենք միջազգային մեդիա կոնֆերանս եւ կլինեն մեր գործընկերները հանրային ռադիոներից կամ այն երկրներից, որտեղ ռադիոն եւ հեռուստատեսությունը հանրային միասին է, այդ ընկերություններից եւ կքննարկենք շատ տարբեր թեմաներ եւ այդ ամենը կավարտվի մեր գալա երեկոյով, կլինեն պարգևատրումներ, մենք կմեծարենք ռադիոյի վետերաններին, ռադիոյի զարգացման գործում մեծ ավանդ ունեցողներին, ընդ որում խոսքը ոչ միայն հանրային ռադիոյի մասին է, ընդհանրապես ռադիոյի, հանրայինը որպես իրավաժառանգորդ իրեն համարում է հայկական ռադիոյի։ Ես ամեն անգամ նշում եմ, որ ժողովուրդ ջան, սա հանրային ռադիոյի 100-ամյակը չէ, սա հայկական ռադիոյի 100-ամյակն է։ Եվ մենք կպարգևատրենք նաև մեր այն գործընկերներին, որոնք մեր հանրայինում չեն աշխատում։ Պարզապես զարգացրել են ռադիոն։ Առաջին անգամ նաև կնկարահանենք մեծ փաստավավերագրական ֆիլմ, անդրադառնալով հայկական ռադիոյի պատմությանը։ Բայց կարծես թե նկարահանվել է արդեն։ Չէ, դեռ նկարահանման փուլում է, մրցույթն ավարտվել է, արդեն ընկերությունը կա եւ ստեղծագործական փուլում է։ Այնուհետև ունենք դպրոցականների համար հայտարարված մեծ մրցույթ ոդքասթների բազմաթիվ թեմաներ, ինչ է իրենց համար ռադիոն, ինչպես են պատկերացնում, թվային սոցիալ մեդիա թե ռադիո, հիշողություններ իրենց ծնողներից, այսինքն դրանք եւ բազմաթիվ նաեւ այլ հաղորդաշարեր, հատուկ հաղորդում կպատրաստենք հայկական ռադիոյի պատմության մասին անգլալեզու, որը կհեռարձակեն Եվրոպական հեռարձակողների միության, EBU-ի մեր անդամ այլ գործընկերները եւ նաեւ տարբեր այլ միջոցառումներ, բայց սա չի նշանակում, որ հանրային ռադիոն կսահմանափակվի կառավարական այս 16 միջոցառումներով, չէ, մենք ունենք բազմաթիվ եթերացանցում արդեն իսկ հաղորդումներ, հաղորդաշարեր, պատմություններ ու նաև այս փոքրիկ նվերը վինիլի տեսքով շվեյցարացի մեր գործընկերներից է, մեր գործընկեր Արթուր Իսպիրյանի նախաձեռնությամբ, գիտեք ինչ մեծ թափով հանրային ռադիոն իր ոսկե ժառանգությունը պահպանում, արխիվացնում եւ հանրայնացնում է, Radio Archive վեբսայթը կա, որտեղ կարող են լսել համաշխարհային հրաշալի ձայներ, դրանք տարածել եւ այս վինիլը Հայաստանին նվիրված լավագույն երգերի տասնյակն է, որ մեր արխիվից են, Շվեյցարիայից եկել հասել է Հայաստան 100-ամյակի համար եւ այս երկու օրինակը նվիրում ենք նաեւ ձեզ, բայց սա շարունակական է լինելու, առաջիկայում եւս 2 վինիլ պատմությունը վերակերտելով կթողարկենք ու կունենանք 100-ամյակի համար։ Օգտվելով առիթից ես ուզում եմ ասել, որ Արթուրը Իսպիրյան ամենանվիրյալ մեր աշխատողներից է, ազնվագույն անձնավորություն եւ կարելի ասել, որ արխիվի նա պատրաստ է օրերով, գիշերներով մնալ մի ժապավեն թվայնացնել, որպես մենք կայական աշխատանք է կատարում։ Ես շատ շնորհակալ եմ Արթուրին եւ այդպիսի նվիրալներ շատ են մեր հիմնարկում։ Ես նրանց բոլորին ասում եմ շնորհակալություն եւ շատ ուրախ եմ, ինձ համար մեծ պատիվ է աշխատել այդ հիմնարկում։
Միանշանակ նվիրյալների շնորհիվ է, որ այսօր մենք հայկական ռադիոն տոնում ենք 100-ամյակը ու դեռ տոնելու ենք շատ երկար ժամանակ, շատ երկար տարիներ։ Մենք էլ ենք մեր շնորհակալություն ասում, որովհետև դրա օգտվողները հենց առաջինը մենք ենք, այդ նույն թվայնացված արխիվից կամ այդ ոսկե ֆոնդի այդ գոհարների ունենալու Եվ փաստից։ ի վերջո իսկապես զավակներն ենք ռադիոյի։ Միանշանակ։ Բայց հետարքիր օրինակ, պարոն Կորոյան, ինչպիսին է ձեր պատկերացումը 50 կամ 100 տարի հետո, ինչպիսին կլինի մեր հայկական ռադիոն։ Մեր հայկական ռադիոն պարզապես կլինի, ես դա գիտեմ, կլինի նաև հեռուստատեսությունը, իմիջիայլոց ես գիտեմ, որ աշնանը նաև մեր զավակները հեռուստատեսությունը կտոնի իր 70-ամյակը, Այո։ ուրեմն մենք այն ժամանակ 30 տարեկան ենք, եւ դա կլինի շատ, դա հոբելյան չի համարվում, ի պաշտոն է, որտեղ ինչ որ թվեր կան 75 պետք է լինի, այդպես ինչ որ կարգ կա, բայց բոլոր դեպքերում մենք կգանք ձեզ շնորհավորելու, ես էլ կշնորհավորեմ իմ փայլուն գործընկեր եւ բարեկամ Հովանեսին Մովսիսյան եւ բոլոր, որտեվ ես այստեղ եմ աշխատել շատ տարիներ առաջ, երջանկահիշատակ Ռոբերտ Մավիսակալյանի խմբագրությունում, բայց դա շատ վաղուց էր, անցյալ 100-ամյակում, անցյալ 1000-ամյակում, այդպես ասենք։ Եվ մենք անպայման ձեզ կշնորհավորենք, իսկ ինչպիսին կլինի ռադիոն, ես ռեալիստ եմ, գուցե 50 տարի հետո ես դա չտեսնեմ կամ կտեսնեմ ինչ որ ուրիշ չափումներից, բայց ռադիոն անպայման կլինի, բայց կլինի մի հատ ինչ որ նոր միքս ձևաչափ, որը ծնվելու է տեխնոլոգիայից։ Գուցե ես չգիտեմ ինչ է, դա գուցե ակնոց մարդ կդնի եւ ամեն ինչ կտեսնի, կլսի, ես չգիտեմ դա ինչ կլինի, բայց տեխնոլոգիան զարգանում է, մենք այն պետք է ընդունենք, մենք այն պետք է կիրառենք, որովհետև չենք կարող անտեսել, այլապես տեխնոլոգիան կանտեսի մեզ։ Դե, վստահ եմ, որ դուք ամենասկզբում էլ հարցերից շատ այսպես գեղեցիկ ձևակերպեցիք միտքը, որ ուզած թե չուզած նրանք են թելադրում այսօր ինչպես մենք չենք կարող դրա դիմացն առնել ու կձուլվի, կմիքսվի, ինչ որ մի բան կլինի ու վերջում թե ինչ կլինի, բայց ռադիոն հաստատ կլինի։ Անպայման։ Դա փաստ է։ Ձեր ուղերձը ինչպիսին կլինի, այ հիմա հետաքրքիր է լսել նաև ռադիո աշխատողներին, ռադիոյին նվիրված, այ քիչ առաջ որ նշեցիք Արտուր Իսպիրյանի գլխավորությամբ մնացած բոլոր նվիրյալներին, այլ ձեր ուղերձը բոլոր այդ նվիրյալներին։ Եվ իհարկե լսարանին հավատարիմ, այն լսարանին, ովքեր, այո, անդավաճան օրը ամեն օր սկսում են ձեզ հետ։ Նախ ես ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել իմ բոլոր գործընկերներին, սկսած են ամենահամեստ մարդիկ կան, անցագրավար, ինչ որ տեխնիկական աշխատողներ, օպերատորներ, նրանց մասին գուցե մենք քիչ ենք խոսում կամ նրանք քիչ չեն երևում եթերներում, նրանց ձայնը չի հնչում, բայց նրանք են աղը հողի, եթե նրանք չլինեն, ամեն ինչ կանգ կառնի, մի սովորական տեխնիկական վրիպակից ամեն ինչ կարող է կանգ առնել ոչ միայն ռադիոյում, այլև հեռուստատեսությունում եւ ընդհանրապես աշխարհում։ Այնպես որ ես շատ շնորհակալ եմ, խորին շնորհակալություն, հենց այդ մեր կոլեկտիվում մոտավորապես 320 մարդ է աշխատում եւ շատ-շատերը երաժիշտներ են, մեր 4 կոլեկտիվներն են եւ տեխնիկական անձնակազմը եւ իմ քուր եղբայր լրագրողները, ես ինքս լրագրող եմ, գիտեք, մարդը ով ընտրում է այդ մասնագիտությունը հաց վաստակելու համար նա դառնում է լրագրող, լրագրողի ֆունկցիան շատ պարզ է։ Ես ինչքան աշխատել եմ, հասկացել եմ այդ պարզ ճշմարտություն է։ Դու իմացար մի բան եւ դու գնում ես այդ մի բանի մասին պատմելու ուրիշներին։ Ուրիշ ոչ մի բան չկա, տեխնոլոգիաները կփոխվեն, բայց լրագրության հիմքը դա է։ Ես իմացա մի բան, որը կարևոր է եւ ուզում եմ, որ հանրությունը դրա մասին իմանա։ Այ դրա շնորհիվ հանրությունն էլ տեղեկացվում է։ Մենք բավարարում ենք հանրության տեղեկատվություն ստանալու պահանջը եւ ես շատ շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին, ընդ որում ոչ միայն հանրային ռադիոյի, այլև բոլոր ռադիոկայանների, որովհետեւ ռադիոն դա հատուկ աշխարհ է։
մենք էլ շնորհակալ ենք ձեզ։ Ձեզ նույնպես սիրով կլսենք։ Նախ շնորհավորենք մեր բոլոր լսողներին, մեր ռադիո ունկնդիրներին, նաև տեսա արդեն դիտողներին, որոնք բոլոր հարթակներում, սոցհարթակներում մեզ հետևում, դիտում, մեկնաբանում են։ Իրենց մեկնաբանությունները, անգամ նաև դիտողություններն են ստիպում, որ մենք փոխվենք, գնանք առաջ, մարտահրավերները ընդունենք ու ստեղծարար կերպ մոտենանք։ Շնորհավորում եմ իմ բոլոր գործընկերներին, թող միայն Երևանն է խոսում արտահայտությունը, բարի լուրեր ավետի Մայր Հայաստանի եւ աշխարհի համար եւ հպարտություն է նրանց հետ Սարգիս Նաջարյանի, Վարդգես Ավետիսյանի տարբեր նմանատիպ ռադիոականների, հա, տիտանների հետ կիսել այդ հարթակը Վարուժան Օլքինյանի, այո, եւ հերոստատեսության եւ ռադիոյի կիսել նրանց հետ այն սեղանը, որտեղ նստում ենք, այն խմբագրված տեքստը ստանալ, որ նայում են, քննարկում են, քննադատում են, բայց մենք դրա արդյունքում սովորում ենք։ Շնորհակալություն եւ շնորհավորում եմ բոլորին։ Մենք նույնպես եւս մեկ անգամ շնորհավորում ենք բոլորին եւ շնորհակալություն ենք հայտնում ձեզ, որ դուք այս կարևոր օրը առավոտյան սկսեցիք մեզ հետ։ Օրվա եւ տոնական ջան։ Մենք սպասում ենք ձեզ ամսի 22-ին, բայց մենք էլ կգանք ձեզ մոտ աշնանը։ Շատ լավ, ձեզ լավ տոնական օրվա շարունակություն ենք մաղթում։ Շնորհակալություն, իսկ մենք Շարժվենք ժամանակն է, առաջ։ այո, ոչ միայն շարժվենք առաջ, հիմա լսենք երաժշտություն, որից հետո արդեն եթերաժամանակը պիտի տրամադրենք մեր գործընկերներին։